Տունեկանք ժողովուրդ չեն։ Մանեկանք եկանք մանգալ խանութ ենք գնացել, խանութի մանգալը որն է, նկատի ունեմ քանի ժամ արդեն դրսում էինք, ժամը 12-ից դուրս ենք եկել, հա, երևի 12-ի կողմերը դուրս եկանք, ժամը արդեն 5-ն է լինում։ Ավտոբանի վրա այդ արագընթաց ճանապարհի վրա վթար էր եղել, ահագին ճանապարհ կարմիրով ցույց էր տալիս ու բանով GPS-ով էր ցույց տալիս, լեզուս արդեն փաթ անգնում։ Դրա համար ուրիշ ճանապարհով տուն եկանք, այսինքն քաղաքների միջով եկանք, ինչևէ հաց կերանք ու հիմա առևտրը պետք է դատարկեմ։ Հիմա ուզում ցույց տամ, թե ինչ գնումներ արեցինք ռուսական խանութից։ Այնտեղ մի քիչ նկարեցի, կադրերը տեսակ, բայց ամբողջությամբ բնականաբար չկարողացա նկարեմ։ Այս կարմիր պղպեղ վերցրի, ուզում եմ խորովեմ, այսինքն խորովել այդպես հարմարություն չունեմ, կամ այրո գրիլի մեջ կանեմ, կամ էլ ջեռոցի մեջ կանեմ։ Ախտոր բանով բերեց, էլի սարքեմ, կարմիր պղպեղով բերեց։ Ելակ մի հատ վերցրինք, արդեն հիմա ելակը շատ է գալիս, երևի արդեն սեզոնը մոտենում, չգիտեմ, շատ է լինում ելակը, այսօր փաթ անգնում, չգիտեմ, երևի հոգնածությունից է։ Ոսպ եմ վերցրել մի հատ, կանաչ ոսպ, մի հատ կարմիր ոսպ, հատիկ լոբի եմ վերցրել, ծավար եմ վերցրել մի հատ։ Չգիտեմ, հայկական խանութ կգնանք, չենք գնա, որ հենց հայկական ծավար վերցնեմ, այս ռուսական խանութից եմ վերցրել։ Աբլիկը եմ վերցրել ռուսական խանութից, դա այնտեղից պարտադիր առնում եմ, որ գնում ենք, հիմա ոնց որ չունեիք սարսարանում դրա համար։ Արդեն հարվում է, մի անգամից դնեմ հարվի։ Ուրեմն այս ձկներից վերցրինք գարբուշա կիլկի, տոմատի մեջ, կատնանքով եմ մի քանի հատ վերցրել, 15% եմ վերցրել, այդ լրիվ քիչ ուղայնությունն էլ լավ չի, 1 կամ 2% կամ լրիվ յուղազուրկ մթերքն է, սնդամթերքն էլ լավ չի, այնպես որ ես 15% վերցրել անգամ, սրանք ինձ հարցրել էիք, ասեցի խանութում էլ, ռուսական խանութում, տեղն էլ ցույց տվի, հուսով եմ տեսակ, բարձակի թաթիլները, 2 հատ եմ վերցրել, ուղղակի ձևի համար 2 հատ այս տեսակից եմ վերցրել լոլիկներից, որովհետև տանը ունենք արդեն մեր սիրած լոլիկներից ունենք։ Հիմա ասեցի ռուսական խանութից էլ վերցնեմ, մի 2 հատ սրանից եմ վերցրել, խոշոր լոլիկներ են։ Մանր վարունգներից։ Տեղա ինչ խոտք ունենան, հոտ չունեն վարունգները։ Այս իրանց կովազդը տվեցին, դե զատիկն է մոտենում, տվեցին, որ տոնի արդիվ ասում է, հենց այդպես էլ ասեց էլի, տոների արդիվ ասում է, զեղչեր ենք ունենալու։ Ես գնայինք, բայց չեմ կարծում, որ նորից կգնանք։ Կծու պղպեղ, չգիտեմ, բայց ինչքանով կծու, մի անգամ աշոտը լիդելից էր արել, շատ կծու էր, ես չգիտեմ, հելը ինչքան կծու կլինի, ես էլ կանաչ պղպեղ, Կրակովս, այս երևի ուկրաինական է, Կրակովսկա, երշիկա Կրակովսկի, երևի վարսակի փաթիլներ, սրանք կես կիլո են սրանց մեջ։ Մի հատ վերցրել եմ սովորական խտացրած կաթ, գներ այնտեղ խանութում ձեզ ասեցի, մի հատ կակաոյով վերցրի, մի հատ ուղղակի եփած իրիսկա է, այս իրիսկա, մի հատ էլ եմ վերցրել
աղացած խոզի միս ենք վերցրել, խինկալի կարելի պատրաստել դնել սրցախցիկ, այդ էլ արդեն կասայն ենք մոտեցել Աշոտին ասում եմ իզուր աղացած միս էլ չարանք, մորացել չէինք էլ նարդեսի ծոնրը, սիրուն կանաչիներ, համեմ ու մաղադանոս, երկու հատ համեմ վերցրել, մի հատ էլ մաղադանոս, 1.39 էր ոնց որ ամեն մի կապը կանաչ խնձորները վերցրել եմ ուղղակի, որ սմուզի բան սարքելուց մեջ լցնեմ, որտեղ չենք կարում ուտենք, օրինակ ես ընդհանրապես թե չեմ կարում ուտեմ, ու ոչ ոք էլ չի ուտում, չնայած սրանց մեջ շաքարի քիչ լավ կլինի, որ ուտելուց գոնե հենց այդ ուտենք, բայց այս վերջերս դե ատամների հետ կապված, ես խնձոր ընդհանրապես չեմ կարում ուտեմ, բայց իմ ամենասիրած միրգն է խնձորը։ Այս ձկներից է վերցրել Աշոտը, կարտոշկա կխաշենք, հետը կուտենք։ Այս ֆորելա, այս անգամ 9 եվրո էր, սովորաբար ավելի բարձր է լինում։ Վերցրել Աշոտը մի քանի հատ։ Այս, հա, էլի գարբուշայա, այս սորտի լոլիկներից էլ վերցրի մի քանի հատ, սրանք վատը չեն, ուղղակի երևի տեսքից է, որ այդքան գրավիչ չի, էլի, իսում են մի անգամ օրինակ այս հավանեցի, որ առել էի, այս ձկան համեմունքներ եմ վերցրել, ձկան համար, ձուկ եփելու համար, էլի կատնաշոր վերցրի, 3 հատ վերցրել եմ, մինչև ապրիլի վերջ ժամկետ ունի, այս մարմնացված ձկներից Աշոտը վերցրել, ռուսական խանդ որ գնում ենք պարտադիր խնդկացավար վերցնում են, անցյալ անգամ հայկական խանդից էի առել, հիմա էլ այնտեղից մի հատ վերցրի, որ հետ չգիտես ինչ է պես հնդկացավարը կա ու կա։ Այս էլ եփած խտացրած կատ, այս անգամ քանի հատ, 4 հատ խտացրած կատ եմ առել, բայց ես այնպես չի որ կա ու ամիսներով այդպես տարակում մնա, որ պետք է գալիս օգտագործում ենք։ Աղացած կարմիր պղպեղ վերցրի մի հատ, այս թթու դրածունք, ես որ հետ չեմ սիրում, մերոնք սիրում են, այս կարմիր պղպեղի մածուկ, շատ կծու են սրանք, բայց ճաշերի մեջ լցնում եմ, մի գդալ գոնե լցնում եմ, համով են, այսքան է ծուկ ենք վերցրել, հա, էլի ծուկ կա, փաստորեն, Այս ինչ է ժողովուրդ, չգիտեմ, մի րոպե նայեմ ասեմ, ակնոցներով պետք է նայեմ բնականաբար, հա, տուշոնկա է, տուշոնկա խոզի միս է մանր կտորներով, այս գարուղ եմ վերցրել, Ետրատած գարուղ, ճաշի բանի համար, չնայած գարունա գալիս էլ չգիտեմ այդպես հատիկ եղենք եփենք թե չէ, այս ուշ եփող հավա, ապուրի համար, ու էլի երշիկ, այսքան առևտրի ժողովուրդ ջան վճարեցինք 180 եվրո, կարմիր լոբին ամբողջ տուփը թրջել եմ տաք ջրով, ցերեկվանից թրջել եմ, այս կթողնեմ մինչև վաղը, այսինքն համարյա մի օր, հետո նոր կխաշեմ ու պորցիաներով կդնեմ սարսախցիկ խաշած վիճակում, որ պետք գալուց մի անգամից հանենք ու օգտագործենք։ Love that
այսին վարժությունները, որ ձեզ մոտիվացնեմ, այսօր այս տեսակներն եմ արել, ավելի երկար եմ անում, քան թե ձեզ ցույց եմ տալիս։ Մարզվեք, որ առողջ լինեք։ Եթե չեք ուզում մարզվեք, գոնե օրական մի ժամ քայլեք։ 10,000 ամենակիչը 10,000 քայլ արեք։ Առողջ եղեք, կհանդիպենք։ Այսօր բորշ եմ եփել, ցույց տամ, կարող մոտիվացնեմ, դուք էլ ուզենաք եփեք։ Ամեն ինչը տեղով բորշ։ Ամբողջ գիշեր թրջած թողեցի, հետո լավ լվանալուց հետո խաշել եմ, ջուրը քամել եմ, լավ եփվել է։ Հիմա կլցնեմ այս միլիտրանոց տոպրակների մեջ ու կդնեմ սառելու։ Սենց հարմար է, պետք գալու կարակ պատրաստվում, այլ ժամանակ շատ չենք ծախսում։ Այս ինդուկցիոն պլիտաների հետ չեմ սիրում, որ մի հատ կպնում ենք կամ անջատվում է, կամ դե միանալը չի միանում, բայց շատ արագ անջատվում է, կամ մի հատ ջուր է կաթում վրան, մի անգամից անջատվում է։ Երևի ավելի անվտանգ է, համաձայն եմ, որ ավելի անվտանգ է, բայց մեկ այս չեմ սիրում։ Շատ էլ չեմ լցնելու, որտեղ օրինակ եթե աղցան եմ պատրաստում, հաստատ այսքան հերիք է, տոպակի կեսը լցնեմ հերիք է։ Ինչքան լավ է, չէ, հիմա որ ամեն ինչը դնում սառացնում ենք, պաներից, ջրից, ամեն ինչից սկսած, Հայաստանում հատկապես շատ ընդունված է, շատ են ամեն ինչը սառացնում, ու այդ շատ լավ է, ավելի լավ է, քան թե օրինակ պահածոյացնել բանը։ Համ հեշտ է լինում, համ անվտանգ է լինում, համ էլ ավելի լավ վիտամիններ, բաները պահպանվում են։ Նախկինում էցև չէր, ամեն ինչը պահածոյացնում ենք, հիմա իրոք որ շատ լավ է այդպես։ 4 տոպրակ եղավ, հիմա այսպես կդնեմ սարսախցիկ։ Սատիկի օր աշխատելու եմ, դրա համար հիմա մի երկու բան եմ ուզում պատրաստեմ սատիկի համար։ Կատնաղունց եմ պատրաստում, մեկ ասեցի սոդայով կանեմ, հետո փոշմանեցի էլի դրոժով եմ պատրաստում, բայց այնքան ուշ արդեն ժամը, որ չեմ էլ պատկերացնում, ոնց պետք է հասցնի խմորը բարձրանա, ինչևէ հիմա պետք է մի երկու բան էլ չամճով բրնձով փլավն էլ պատրաստեմ, ձվերն էլ ներկեմ ու ձուկ եմ ուզում ջեռոց դնեմ։ Հիմա այս խմորը ոնց եմ, այսպես ձեռքերին կպչող խմոր է ստացվում, թողնեմ մի քիչ բարձրանա, ժամ ու կես հետո մի փոքր բարձրացել էր, լավ չի բարձրացել սառնաեղանակը, չնայած որ պլիտայի դիմաց էի դրել, ինչևէ, ինչքան որ բարձրացել է, կիսեմ 3 մասի, հյուսեմ ու դնեմ թող թխվի, որ մնացած բաներն էլ հասցնեմ անեմ, որ վաղ առավոտ շուտ պետք է արթնանամ, որ աշխատանքի գնամ։ Անկեղծ ասած, մի ամիս առաջ, երբ որ մեր գործի տեղը հարցնում են կիրակի օրը չեք գա աշխատեք ապրիլի 5-ին, ես այն ժամանակ մոռացել էի, որ զատիկն է ապրիլի 5-ին, ասեցի ես կաշխատեմ, հետո մի երկու օրից որ իմացա զատիկն է, էլ արդեն բան չէի կարա անել, ուզած պետք է գնամ վաղ աշխատեմ, հիմա ոչինչ, ինչքան որ կհասցնեմ, այնքան կանեմ, չնայած որ շատ եմ սիրում զատիկը ու սիրում եմ, որ նշում ենք, բայց ամեն դեպքում իրիկունը կնշենք, վաղ կգնամ աշխատանքի։ Ահա, այսպես հյուսում եմ, ես իրականում պետք է ավելի լավ բարձրանար խմորը, բայց դե ոչինչ հիմա էլ արդեն բան չեմ կարա անեմ, էլ ժամանակ չունեմ։ Ձուկ կսեմ, քունջութի սերմեր լցնեմ վրան ու դնեմ թող թխվի։ Արդեն թխվեց 40 րոպե տևեց մինչև թխվեց, հիմա արդեն ձուկը պատրաստեմ, ֆորելա, չգիտեմ ֆորելը հենց նույն իշխաննա թե չէ, աղար էլ դրել էի սարցախցիկ, հիմա սև պղպեղ, մի փոքր ուրց եմ լցնում վրան, մեջը դափնետերև կդնեմ, կիտրոն ու կարակ կդնեմ։ Ջեռոցը դեռ տաք է, հիմա ես էլ կդնեմ մի անգամից թող եփվի, ֆորելը 25 րոպեում եփվում է տաքացրած ջեռոցում,
Լավաշները կտրել եմ լրիվ ու մոռացել եմ 2 հատ պահի, որ ձուկը փաթաթեի լավաշով, ոչինչ, այսպես կտրած լավաշով կանեմ։ Մինչև ձուկը եփվի, ես էլ չամիչ չրերը կպատրաստեմ, որ բրնձով փլավ պատրաստեմ, ես շատ եմ սիրում չամիչով բրնձով փլավ, շատ եմ սիրում։ Ահա, ձուկը արդեն եփվել է, հանեցի, հիմա արդեն չրերը լավ լվանամ, բրինձը լվանամ, այս ծիրանաչիրն ու սալորաչիրը կկտրեմ մի փոքր, որովհետև այդպես մեծ չեմ սիրում, որ լինում է փլավի մեջ։ Բրինձը արդեն խաշել եմ, հիմա ձիթապտղից հետ լցնեմ թավայի մեջ, չրերը մի փոքր կտավակեմ, թրջած որ թողնում ենք ջրի մեջ, մի քիչ ուռում է, այսպես փափկում է ջիրը, չամիչները։ Մի հատ էլ խառնեմ ու բրինձը ավելացնեմ։ Բրինձը բասմատի է, 12 րոպեում եփվում է ու չի փխլվում, լավ բրինձ է։ Ես էլ խառնեմ ու վերջ։ Ասեմ, որ ծլոցներս լավ չեն ծլել, հաջորդ վլոգում ցույց կտամ։ Ինչևէ, ժողովուրդ ջան, Քրիստոս հարյավ իմերելոց, օրհնյալ է հարությունը Քրիստոսի, շնորհավոր բոլորի սուրբ զատիկը, թող Աստծո աճը բոլորիդ գլխից անպակաս լինի։ Առողջ ու երջանիկ եղեք։